Դին դուրս բերելուց առաջ փրկարարները սովորականից ավելի երկար պատրաստվեցին, քանի որ անշնչացած մարմինը դժվար անցանելի վայրում էր ու գտնվում էր կիսանեխած վիճակում։ Արմավիրի մարզի փրկարարվարչության պետ Հովհաննես Մարգարյանն ընդգծեց, որ Մանուկ Սիմոնյանի մարմինն ամբողջությամբ կապկպված էր մետաղալարերով ու գտնվում էր պոլիէթիլենային տոպրակների մեջ։ Փորը եւ դեմքը դեպի հողը եւ գլխի վրա մեծ քար։ Փակ էր ինքը ընդհանուր տոպրակի մեջ, արդեն նեխած հոտ էր գալի։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն դին հայտնաբերվել է հուլիսի 25-ի երեկոյան 23:30-ին Արմավիրի մարզի Միասնիկյան Դալարիկ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրից աջ ընկած հատվածում։ Տեղանքն ավելի հայտնի է Դալարիկի ձոր կամ Մատուռի հատված անուններով։ Մոտ 15-ից 20 մետր դժվար անցելին ճանապարհով մոտեցրել են շտապօգնության մեքենա, որտեղից շտապօգնության մեքենան դին տեղափոխել են Էջմիածին քաղաքի բժշկական կենտրոն Դիայարձարը։ Մանուկ Սիմոնյանին որպես անհետ կորածի ոստիկանությունը փնտրում է հուլիսի 23-ից։ Մարզպետի խորհրդականին վերջին անգամ մարզպետարանում տեսել էին հուլիսի 21-ին։ Ուրբաթօր առավոտյան աշխատանք են եկել միասին։ Մեր մոտ հյուրեր են եկել Կորեայից, իրանց հետ ուղեկցել ենք Էջմիածին, այնտեղ գործարան կար, այդ գործարանում իրանք ծանոթացել են ինչ-որ պետք է, իրանք ճանապարհել են Երևան, մենք միասին վերադարձել ենք աշխատանքի վայր։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հուլիսի 22-ի երեկոյան Մանուկ Սիմոնյանին տան բակից կանչել է անծանոթ մի տղամարդ։ Մանուկ Սիմոնյանը տնից դուրս է եկել, ինչից հետո նրա մասին որևէ տեղեկություն չեն ունեցել։ Նախաքննությունը կատարվում է Արմավիրի մարզի քննչական վարչությունում։ Մարզպետի խորհրդականի մահվան պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։ Աղվան Ասոյան, Ալբերտ Գալստյան, Գորգ Պետրոսյան, ժամը լրատվական։